ամեն անում էի 15 րոպե։ Հիմա զգում եմ, որ մեծացել եմ սիրելին։ Մեկ-մեկ ժողովուրդը ծիծաղում եմ, որ ասում եմ, բայց դա ճշմարտությունն է։ Այսինքն ոչ թե մեծացել, գիտեք ոնց։ Դեն ժամանակ բնականաբար, որ երիտասարդ ես, պիտի գնաս երեխայի դպրոցից բերես, պիտի արագ անես։ Իսկ հիմա մտածում ես ինչ շտապես, եթե կարես ամեն ինչը հանգիստ անես։ Ալիցի վերջացրեցի, խմորեղենի դատարկ ամանը ինձ ա նայում անդադ, հեսա մեր պեչենիներ պատրաստեմ, լցնեմ մեջը, տեսնեմ ինչ պեչենի կարող եմ անել, տեսնեմ ինչ ունեմ տունը, որովհետև գիտեք, որ հեռու եք ապրում, ամեն բան չի որ ունես էլի, գնացինք։ Մի հատ նայեք էլ կերելները խեք, բացեցի, որ աղբը դնեմ, որ ինչ տեսա, ամբողջ տերևները դրան մոտ, այ թե կամի։ Ուրեմն ինչա անում ձեր անայդիչկան։ Բերում աթորը, ես նստում ժողովուրդը, որովհետև ես աղավով երկար չեմ կարող անի բաները։ Սա թափտանք, որովհետև բան եմ արել, որ ասեմ, ոմանք ծիծաղան, ոմանք եք ասել, դա միայն քո հետ կարող ա տես բան լինի։ Այս սոկավժմալքի վրայի հետ, որ պտտվում ա, ման եմ գալիս չեմ գտնում, եկեք և տեսեք, որ 100%, եթե ոչ 50%, եթե ոչ 150%, պարդոն, գնացել ա զիբիխակ։ Ես ուղղակի խոսքեր չեմ գտնում քեզ Անահիտ, այդ կատարվի, սա մեզ զեյթունի ձեթ են ներգել, իրանց զեյթունին այդ ամուսնուս կարվայնս տուն էին գնացել, այդ մարդը ամուսնուս ճանաչում, սա Սուսանն ասեց ամբողջության որդնած է, սա զիվի, թափեմ ժողովուրդ չեն, նոր մտա երեխեք, նայեցի, ուրեմն պարզվում ա, որ ես որ սենց ուշադիր եղեք երեխեք, որ երկու անգամ եք խփում այդ աբոնեմանների վրա, աբոնեն ոնց են ասում, գրանցման այդ վրա, երկու անգամ եք խփում դուրս ա գալիս։ Իհարկե կարող է մարդիկ կան ինավեր են անում, բայց ես մի քանի հոգու էի գրանցվել, մեր հայ բլոգերները, երիտասարդ և մատս երկու անգամ երեք հոգու դուրս է եկի, մտա նայեցի, գրված էր դեզակտիվ է, նորից ակտիվացիա արեցի։ Այնպես որ բոլորի հետ դա լինում անես, որ հանկարծակի դեզված չզգա, կամ եթե չեմ մարդիկ կան, որոնք մտածում են, որ ինադու ես դուրս գալի, հանկարծակի այդպիսի բաներ չմտածեք։ Ես ընդհանրապես որ գրանցվում եմ, վերջ, անգամ եթե չեմ նայում։ Նույն էլ Instagram-ի էջը։ Instagram-ի էջը կարող է չգրանցվեն, բայց YouTube-յան էջերը գրանցվում են, որտեղ YouTube-յան էջը մարդկանց գումար ա բերում։ Իհարկե ամեն մեկին չեմ գրանցում, ասել ձեզ, ժողովուրդ ջան, չմտածեք, թե ես խաբում եմ, բայց կան որ չեմ գրանցում, դե դուրս չի գալիս, այդքան բան, որ շատերն էլ մինը իմ ալիքին, նենց որ դա ստիպողական չի, ասեք իմ կոնտենտը չի դա, էլի, ճիշտ հասկացեք, հետո որ արդեն գրանցում ես, ինքը անընդհատ գալիս է,
Դրա համար զգուշ է լինում, որ հա բայց մի հատ աղջիկ կար, ուրեմն ես դրան չեմ երևի գրանցվել էի ես, գրանցվել նայում էի, ռուս երիտասարդ զույգեր է, այնքան լավ երեխեք էին, հանգիստ լուկներ տենց աղեկի լավ բաներ ես ցույց տալիս, արի ուտես, որ այդ աղջկան ես ման եմ գալիս չեմ գտնում, կարող այլի է մատս կպել, չգիտեմ, որովհետև իմ YouTube-յան այդ ալիքի վրա բան եղավ, մի մոմենտ, ես այդ որ մեկը գրել էր, Անահիտ, քո բլոգները կային, հետո կորան, ես անմիջապես գրեցի, իրանք դեզակտիվե արեցին, միգուցե տենց ալուսեք, ես չգիտեմ, չեմ հասկանում տենց այդքան շատ, ոչ էլ ուզում եմ մտածում եմ, էլի շատ, ինչ որ է, ամենայն դեպս, նրանք ովքեր կարծում են, թե գրանցվել եմ, հետո նորից դուրս եմ եկել, հանկարծակի մտքներով այդ անգամ չանցել երեխեք ջան։ Անահիտը իր սեփական խելքն ունի, եւ Անահիտը 61 տարեկան, պատվաստված, եւ նոր մեկը չեմ անջացել, ասեցի, որոշումը քույն է, ասեցի, տարիքդ էլ ամեծ, պատվաստվել ես, ծիծաղում ասում, պատվաստել ինչ կապ ունի, ասեցի տենց, ստեղ էլ մաքրեմ, սուրճը ես արել եմ ամեն ինչ Տեսնում եք ինչ եմ ամեն ինչ հենց հասանելի եմ անում, որ գան մարդիկ ջուրը վերցնեն ու գնան, տեսնում եք ինչ կողմա, չէ։ Եկանք Սերգեյ Սերգեյևիչի պահարանի դասավորման պրոցեդուրան, ժողովուրդ ջան։ Անում, գիտեք ինչ անեմ ես երևի թե Սա սենց անեմ, որտև սվիտերները շատ են, վարա։
Շատ եք սիրում այս կոնտենտը։ Եթե ուզում եք ամեն օր կարամ ձեզ մոտիվացնեմ, մոտիվացիա, տոնը սեփական տան մեջ երբեք չի պակասում մոտիվացիան։ Ուղղակի պիտի օրգանիզացվենք, ամեն օր չպիտի մաքրել դառնաս հիվանդ մանյակ, բայց ամեն դեպքում շատ դժվար է մեծ տունը մաքուր պահելը։ Աշխատանք է պահանջում, բավականին մեծ աշխատանք։ Որ կան է իրավացի հավատողներ ես տազինքան թերիկա գնում եմ։ Չնայած մաքուր է սիրելիներս, ամեն օր լավում եմ, մաքրում եմ, ուղղակի պիտի անընդհատ շարունակես ամեն վայրկյան եք։ Բարև ձեզ իմ սիրելի ժողովուրդ ջան, ես գործից տուն եմ գնում և ասեմ ձեզ, որ մեր մոտ, ինչ ասեմ, երեխեք ամառ է եկել, այս քաղաքում որտեղ ես եմ, միշտ ցուրտ է լինում, 27 աստիճան էր այսօր, և մեր մոտ հոկտեմբերի, քանիսն է այսօր, հոկտեմբերի 11-ն է այսօր, պատկերացնում եք, ու ամբողջ շաբաթը 10 օրը սենց շոկ է լինելու։ Հիմա այսօր ես գնամ տուն և փոխվեմ մի հատ, որտեղ շատ սրանով շոկում եմ, գնում ենք ռեստորան այսօր ընկերների հետ էլի, ամեն շաբաթ երեկոյան մենք աշխատում ենք դուրս գանք, որովհետև միակ օրն է շաբաթվա մեջ, որ կարող ենք միասին տեսնել, բոլորս աշխատում ենք, բոլորս զբաղված ենք և օգտվում ենք կյանքի բարիքներից, որովհետև չգիտենք, մեզ ինչ է սպասում վաղը, դրա համար հնարավորություն կա, ունեք ընկերներ, դուրս եկեք, թեկուզ մի հատ սուրճ և վայելենք մեր օրը, որ արդեն սկսենք ասել, ով հավես չկա, երեխեք, տենց անհավես մնում ենք, շուրջ երկրա ճանապարհորդությունս ավարտվեց, արդեն հասնում եմ տուն, փոխվեմ, որովհետև ռեստորանում ամեն դեպքում շոկ է, սրանով կարող է շոկեմ և փոխվեմ ու գնանք արդեն։ Այսի բաներ սիրելիներս։ Ահա և մենք և իմ մայրիկիս հետ կուդա իդյոմ, պիտաչոկը ես եմ էլի, բալչոյ սիկրետ։ Մազերս լվացրել եմ, կներեք ներող եղեք մի քիչ եղավ, բայց ոչինչ, կարևորը մայրիկս է գեղեցիկ։ Мам, вы сильно жакет из хаки, какая ты прекрасная. Ой, мафия բիզեն։ Մամա, մենք ժամը քանիսն է, մեռն եմ արևից։ Սպասիլ նայեմ ժամը քանիսն է։ Մենք ժամը 4:30 խանդուրի ենք։ Խանութներ ունենք, բան ունենք, անց 27, անց կես արդեն։ Բայց խանութ որ ասեցիր, մամ գնացի ոտասներս փոխեցի։ Չկարողացա նրա վրա քայլեմ։ Պրիստուպը տվեց, այս սրանք հագնում եմ, ոնց որ ես եմ ու դու չես։ Մամ գնացի բրասլետի համար երեկելի։ Չկար։ Այդ աղջիկը մեզ լավն էր, թմբլոս, ասես թե ես խոստանում եմ, ամեն անգամ կավլեմ կնայեմ, եթե գտնեմ, ասեցի մայրիկիս նվերն էր։ Ժողովուրդ ջան, բրասլետիս եմ կորցրել։ Թող կորուստը դա լինի, մամ ջան, ինչ ասեցիր մեր աչքերիդ։ Համեմատաբար բարակ է էլի, որ բանը շոկ է։ Մամս որ տարվա սեզոնի կոլեկցիաներ։ Ես որ թվի։ Չէ, այդքան շատ հեռու չէ։ 5 տարի չէ երևի։ Չէ, այդքան չէ, 5 տարի չէ։ Ժողովուրդ ջան, այս վառատնիկը մեր քույրը Սուսաննան է գործել եւ մայրիկը իրան վառատնիկ ա դրել, վառատնիկ չուներ։ Կարող կարի մասնագետ։ Էսի ուրեմն Սուսանը գործել էր տարբեր գույների, որպեսզի շարֆի փոխարեն հագցում էր շատ գեղեցիկ շարֆը։ Մի հատ բորտի է, դրա չի ասեցի, բորտին սրա չի սազեցի դուք։ Հետո վերջը մտածեցի հանկարծ հիշեցի, սրանք ես բաներ չեմ գցում, պահում եմ։ Բերեցի, լավ գեղեցիկ կտրեցի, հարմարացրեցի։ Մալացեց մամ։ Երեխեք ես մինչև հիմա մայրիկին, որ մի բան եմ գնում, մի քիչ մեծ եմ վերցնում, որովհետև ես բարձրահասակ եմ ու կարճ է լինում իմ հագին, կամ ասենք այս մասը վերել, մաման սենց հանգիստ նայում ասում, Անայ ջան, մեծ վերցրա, ես կնեղացնեմ։ Ժողովուրդն ես չմտածեք իմ մամանա դրա համար եմ ասում, բացառիկ տաղանդավոր կին։
Ուրեմն երեխեք պերեդելկա անելու մոմենտով ուրեմն հագնում եմ, այսպես չէի նայում, ես մոտավորապես մեկ կանչում Անայի տարի հագի, կարիք չկա չափսեր վերցնելու։ Դրա համար ես, որ ասենք ուզում եմ մի շրջազգեստ գնել, միշտ մտածում եմ, ասում եմ, որ պատվեր ես տալի դժվար է, ասում եմ, դե լավ, ոչինչ, պարտիխաստունն է էլի։ Ես կցանկանամ, որ բոլորս լինենք, մամջան, մի քիչ կսովորացնես ինձ կանուծև։ Մենակ մեր Սուսանն է մամային շատ նման, այդ կողմից քաշե տաղանդավոր, մեր Սուսանը կարում, գործում, խմորեղեններ թողում։ Պատներ եմ իրանցնեց, վերարգուներ կարեց Երևանում, բոլորին նեց վերարգուներ կարեց, դրապից վերարգուներ կարեց։ Չկար, երեխեք, Հայաստանում մենակ մենք ենք վերբոդեի, բուրդա ժուրնալներ էր ֆրանսիական, այսպես նայում էր, վիկրիկան վերցնում, ունեինք սև, ունեինք կարմիր վերարկում, սիրենվի էր կարել, բայց կտորներ որց է իրար։ Խանութներում կար, դրապից կտորներ կար, բայց շատ ծանր էին էլի, դրապ էին, իսկական դրապից կտորներ էին կային։ Բանը, для красоты надо ժերտվեց էինք լինում, բայց զատո սիրուն էր շատ գեղեցիկ։ Ես էլ ձեռնոցներ էի բերում, կոշիկներ էի գնում արտասահմանից, շատ էի ճանապարհորդում։ Անայջան, անցած ամեն ինչն էլ հաճել սիրով ենք հիշում, ինչ, թեկուզ լավը, թեկուզ վատը, ամեն ինչն էլ սիրով ես հիշում։ Տենց է, մամջան, ճիշտ ես ասում, անցյալը գեղեցիկ է շատ։ Անցյալը գեղեցիկ է, շատ գեղեցիկ է, կյանքն էլ է սիրում, կյանքն էլ է հաճելի, որ ապրում ես ամեն օրվա, ամեն օր քո համար մի հատ նոր կյանք է, նամանավանդ որ տարիքն առնում ես արդեն, ուզում ես, որ ամեն օրդ գեղեցիկ անցնի, հոգսես չունենաս, հաճելի լինի։ Ցանկանում եմ ձեզ էլ ամենալավը, ամենալավ բարիքը։ Բարի լույս սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ լավ ամեն ինչ ձեր մոտ, ես նստած նախաճաշում եմ և ցանկացա ցույց տալ ձեզ մեր հրաշալի առավոտը, մառախուղ, աշուն, բայց շատ գեղեցիկ, շատ եմ սիրում աշունը, սիրում եմ այս կադրը, ընտիր, ոնց որ նկար լինի։ Այո, արդեն մեր մոտ ժամերը փոխեցին, ժամը 6-ից արդեն մեր մոտ գիշեր է։ Դրա համար հիմա արդեն ամեն ինչը պետք է արվի բավականին շուտ, ասենք գնումներ, խանութ, հանդիպումներ, ամրագրումներ։ Այդպիսի բաներ սիրելիներս։ Քամի, անձրև, հրաշալի աշտանային եղանակ։ Դե ինչ սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի գեղեցիկ օր և ամենակարևորը առողջություն, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և ինչպես միշտ ասում, պակա, պակա։